Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 19-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Աշխարհի զարգացումներին մի քիչ ավելի ուշ կանդրադառնանք, որովհետև մեր երկրի իշխանությունները զբաղված են լրիվ ուրիշ խնդիրներով, դրանով պայմանավորված մի հատ գնահատականը կարճ տամ ու անցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Առաջիկա ընտրություններին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար օդ ու ջրի պես Նիկոլ Փաշինյանին հարկավոր է հարմար մրցակից, որովհետև 2021 թվականին այ Ռոբերտ Քոչարյանին ամեն ինչով օգնեցին, իշխանական կառույցներով օգնեցին, մարդկանց տարան հրապարակ, որպեսի միտինգին մասնակցեն, վախացնեն, եկել է, գալիս է, Ռուսաստանից գալիս է, ի վերջո պարտվեց Ռոբերտ Քոչարյան։ Հիմա փորձում են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անընդհատ դրդում են, հրահրում են, բոքսում են, էս են անում, են անում, որ աճացնեն, չեն կարող այլևս հասարակությունը չի վախենում նրանցից, որովհետև մի անգամ պարտվել է Սերժ Սարգսյանը, մի անգամ Ռոբերտ Քոչարյանը, հետո երկուսն էլ եկել են խորհրդարան ու բացարձակ ոչինչ չեն արել, ոչ փողոցում, ոչ էլ խորհրդարանում։ Այսինքն նորից նրանցով վախացնել, ժողովուրդ ջան, ոտի կանգնեք, չի ստացվում։ Դա էր պատճառը, որ նաև Նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց նաև Մայրաթոռի վրա, այնպես չի, որ նրանք իրենց վատ արարքները չունեն, բայց պատճառը դա չէր։ Պատճառը նա չէր, որ նրանց արարքներին գնահատական տար, թե չէ տարիներով գնահատական ենք տվել, Փաշինյանի շատ պետքը չէր, որ ինքը դրանց ուշադրություն դարձներ։ Հիմա էր իրան պետք, բայց փորձում ամեն ինչ անում է, որ կաթողիկոսին դարձնի հիմնական մրցակից, ասի ժողովուրդ չան, ինքնա Ռուսաստանի գործակալը, ինքնա եկել ուզում է անի, բայց ժողովուրդը դրան էլ չի հավատում, որովհետև կաթողիկոսը կանգնեց Բագրատ Գալստանյանի թիկունքին, որը հենց առաջի օրերից ասի Բագրատ Բեխաբարը, որտեղ իրան թված է սա, որ ինքը եկավ ինչ անելու, մի քիչ զարմանում էին, էս սա որ եկավ, տեսեք մարդիկը հավաքում, լավ էլի ժողովուրդ ջան, այդ ամեն ինչի մասին խոսել ենք, շատ չեմ ուզում կրկնեմ։ Հիմա փորձեց, հա ինչքան էլ ուզում է հարվածես եկեղեցուն, նրա թիկունքին էլ մարդիկ կանգնեն դրսից ու ներսից։ Միևնույնն է, հնարավոր չի, որ այդ մարդկանցով աուսարսափ տարածես, ժողովուրդ ջան, ընտրեք Փաշինյանին, թե չէ կաթողիկոսը իշխանությունը վերցնում է։ Դրա համար իրան պետք է նոր մարդ, որը որ մեծահարուստ լինի, Ռուսաստանի գործարար լինի, մեծ կապեր ունենա Հայաստանում, հսկայական գործարար, գերդաստանային մարդիկ ունենա այս երկրում, այսինքն որ ասի ժողովուրդ ջան, տեսեք իրան ուղարկել են, որ գա իշխանությունը վերցնի, հասկացեք, շուտ արեք դեմը առնենք, որովհետև հիմա տեսեք, շատ բաներ ներկայացնում են, էս են հիմի պարզ հաշվարկա, չէ, իրա դեմ քայլ արեցիր, ոտի են կանգնելու համակիրներ, ասեն դե որ տենց է, մենք էլ չենք զիջելու, մտնելու են պրոցեսի մեջ ու Փաշինյանը պետք է բա տեսակ, բա որ ասում են ընտրության համար են էս ամեն ինչ ան, իրականում ինքը դրդում է, որ դա անեն։ Ոնց որ հիշում եք, որ ասեց Քոչարյանն ասեց, ինձ համար խելոք ապրում էի, տարան կալանավորեցին, ես այդ դուս եկալ քաղաքականությամբ զբաղվեցի։ Նույնը արեցին Գյումրիի տարբերակում։ Հիմա այսօր ինան պետք է, որ ինքը դրդի, որ այդ քայլերն անեն, հետո ասի բա տեսակ, ինչ է կատարում։ Դրա համար հիմա դա անել անդառնանք, որովհետև դա արդեն մեծ վերաբերվող խնդիր է, ոչ թե Ռուսաստանից եկած գործարարի կամ էլ իշխանության։ Մի հատ հասկանանք մեր երկրի գլուխն ինչ են բերում։ Դատանը բավարարել է քննիչական կոմիտեի միջնորդություն եւ գործարար Սամվել Կարապետյանի 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Հիմա տեսեք նաեւ խնդիրը որն է։ Այդ կոչը այնքան չէր, որ դրանից ինչ-որ մարդիկ սարսափեին կամ ասեին տեսեք ինչ է ուզում անել։ Հանգիստ եթե գտնում էիր, որ ինչ-որ մի բան Ռուսաստանի քաղաքացին իրան պատշաճ չի բան, կարող է երկրից արտաքսել։ Եվ մեկ էլ ասել էլ ընդհանրապես չէր, քանի մարդ կա, որին ասել են Հայաստան չգաս։ Չենք ընդունում։ Անկամ եկել օդանավակայան նոր են իմացել, որ իրան չի կարելի մտնել։ Ու վերջ, թեման փակվեց։ Չէ, բայց դա է ծրտու չի։ Ոչ թե Հայաստանից անես, բայց ամբողջ ինտրիգը կպակասի։ Նա պետք է ստեղ բանտում լինի, չէ՞ որ թեժանա ժողովուրդ։ Բան կա անելու, չէ՞։ Ինքը ստեղ նստած է եւ նաեւ իր մոդիկները բորբոքված են, մարդիկ պաշտպանում են, էս են ան, ո՞ց էստեից գնա։
Եթե իր նպատակը ելներեն մարդը ով եկել է ինչ-որ բան ասում դուրը չի գալի, հաջողություն։ Գնա էլ սեղ չերևաս։ Վերջ։ Գնա դրսից ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես խոսա։ Հարցը փակվեց։ Բայց հարցը ոնց կարա փակվի, այդ մարդուն պետք է նստացնեն, որ այդ ժողովրդին հավաքեն, որ ասեն տեսեք իրանց նպատակը որն է։ Ու ցույց տան, որ տեսեք Ռուսաստանը ուղա, բայց մի հատ հարց է ցակում, Ռուսաստանը ինչ է ուզում։ Հայաստանը մարդ ուղարկի Նիկոլ Փաշինյանին փոխի։ Այս հեքիաթը որ դասարանի աշակերտների համար է։ Ժողովուրդ ջան, հաշտվեք այդ մտքի հետ, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից հարմար տեխնացու չունի։ Ռուսաստանը մի մարդ է որոշում, Սալավյովը չի որոշում, ոչ էլ Մարգարիտա Սիմոնյանը, դա Վլադիմիր Պուտինն է։ Վլադիմիր Պուտինի համար Նիկոլ Փաշինյանից լավ տեխնացու գոյություն չունի։ Ժողովուրդ ջան, ում եք խաբում։ Այսինքն դուք ուզում եք ասեք Սալավյովն ուզում է Փաշինյանին փոխի, բայց Պուտինն ուզում է Փաշինյանը մնա։ Դուք իրոք դրան հավատում եք։ Թե նրանք ընդեղից ինչ կխոսեն, դա էլ պատճառ ունի, բայց հարցը ուրիշ է։ Ժողովուրդ ջան, Հայաստանը ով էլ Հայաստանի իշխանավոր լինի, ու մենք էլի իշխանավորներ ենք ունեցել Հայաստանի, որոնք որ Ռուսաստանի շահերը սպասարկել են, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանը, բայց այնպես ինչպես կզել է Փաշինյանը, ոչ մեկը չեն արել, հավատացնում եմ ձեզ։ Պուտինը կարող է այսօր ուժեղանա, վաղը թուլանա, մյուս օրն ուժեղանա, բայց այն ձայնագրությունը թե ոնց է կռացել, ոնց է կզել, ինչ է ասել, այդ ամեն ինչը թվային է ձայնագրած, նրա մոտ դրած է, դրա որակը չի փոխվում։ Պուտինին ավելի հարմար տեխնացու չկա։ Եթե դուք ուզում եք ասեք Պուտինն ուրիշ մարդ է ուղարկում, ամոթ է էլի։ Ու այն մարդիկ, ովքեր ասում են Նիկոլ Փաշինյանի այս ամբողջ ապօրինությունները մի կողմ դնենք, բայց որպեսզի Ռուսաստանից բռնենք մենք իրանց սատարում ենք, ժողովուրդ ջան, գոնե դուք գիտեք, որ ես էլ գիտեմ, որ Փաշինյանը Պուտինի համար ինչքան հարմար է եւ ոնց է կզել։ Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, ես էլ գիտեմ, որ դուք գիտեք։ Ում համար եք դա ասում։ Որ Պուտինը ուզում է Փաշինյանին փոխի մարդ է ուղարկել։ Լավ եկել է։ Այսինքն սա Փաշինյանի սցենարն է, որ ցույց տա, որ տեսեք ժողովուրդ ջան, ես պայքարում եմ։ Այ որովհետև հասկացեք, այլապես Հայաստանը տանում են դեպի Ռուսաստան։ Հայաստանը Ռուսաստան տանելու ավելի մեծ քայլեր անող, քան Փաշինյանը ոչ մեկը չի եղել։ Այնպես որ ես սա ուզեմ ասեմ, սա պետք չի խաբվել։ Մեկ էլ ասում են բա ուզում են Հայաստանում Վրաստանի Իվանիշվիլու սցենարը աշխատացնեն, ինչ եք Վրաստանի Իվանիշվիլու սցենարն ասում, որ Վրաստանը մինչև Իվանիշվիլին նաև ուրիշ միլիարդատեր կար, չէ՞ որ ավելի հարուստ էր, քան Իվանիշվիլին։ Բադրի Պատարկացիշվիլին, որը շատ լուրջ բիզնեսմեն էր Ռուսաստանում, եկավ Վրաստան, նաև օգնեց Սահակաշվիլուն իշխանության գալ, հետո երբ որ Սահակաշվիլուն քննադատեց, նրան անմիջապես ասին հեղաշրջման փորձ է անում եւ բանտարկեցին։ Հետո երբ որ ինքը դուրս եկավ գնաց Լոնդոն եւ շատ կասկածելի հանգամանքներում 53 տարեկան հասակում մահացավ։ Իսկ հետագայում քննության հետ կապված ասեցին, որ նաև Սահակաշվիլու մատնել էր խառը, որ իրան վերացրեցին։ Հիմա դա մենք չենք բարձում ինչ ա եղել, ինչ չի եղել, բայց ուզում եմ ասեմ, իշխանությունը երբ որ սցենար է աշխատացնում, Իվանիշվիլու սցենարը չի աշխատացնում։ Իշխանության ցանկությունը նա է, որ մեկին գտնի ա եկել է իշխանությունն ուզում է վերցնի, մենք էլ իր դեմ պայքարում ենք, որ ինքը զինված բաներ չանի։ Այնպես ուզում եմ ասեմ, այս հեքիաթը ամոթել է նույնիսկ, էլի չի կարող տենց բան լինել։ Նախ ուղղակի տենց բան չկա, եւ երկրորդը անիմաստ է մտածել, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է կամ Հայաստանը Վլադիմիր Պուտինը ոնց է փոխելու։ 2021 թվին Քոչարյանի պաշտպանը մեր ասում էր իմ ընկերն է։ Ինչ եղավ։ Այսինքն ոնց եք մտածում, դա ոնց է տեղի ունենալու։ Ինչ հարվելու, որ դա ալնի։ Այնպես որ ուզեմ ասեմ, հիմա շարունակությունն էլ նայենք, որ հասկանաք, որ հիմա այս ամբողջ պայքարը ընտրությունների ու վատը գիտեք որն է։ Ես հո գիտեմ սա ինչի համար է արվում, բայց ստիպված է թեմային անդրադառնում եմ, որտեղ մարդիկ մեկը գրում է, մեկը համաձայն է, մեկը համաձայն չի, մեկը ասում է բախի այս բանը սենց, մեկը նենց,
ստիպված էսելու մանրադառնալ լավ իմանալով, որ սա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է։ Փաստորեն ստացվում է լավ համ գիտենք էս իր օրակարգն է, համ ստիպված դրա մասին խոսում ենք, որովհետև մարդիկ չեն կողմնորոշում, թե իրականում ինչ է կատարում։ Ընդհակառակը մենք դե ասենք հանգիստ թողենք իրանց, մենք մտածենք, թե մեր երկրի առաջ ինչ խնդիրներ կա աշխարհի ու տարածաշրջանի, ինչպիսի նորմալ ընդդիմություն ունենանք, որպեսզի կարողանան թե նրանցից պես պրծաստի, թե նրանցից, թե այս իշխանությունից, թե նախկինների։ Սա է, բայց հիմա նոր օրակարգ են ձևավորել, ստիպված է լավ գոնե այս թեման թարմա, ստիպված կլենք էլի մի երկու անգամ անդրադառնանք, չնայած կաշխատեմ հնարավորինս քիչ։ Եթե ուղղակի այնքան հարց չլինի, որ բան ինչի սենց եղավ կամ ինչա տեղի։ Հիմա նայենք, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության 100% բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում, այս գրավադրման գործարքին 2026 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել Հայաստանի կառավարությունը, իսկ օրեր անց սեպտեմբերի 1-ին Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը։ Ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար, նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ես այս հարցին իհարկե անդրադարձա, որ այս հարցը շատ ծանր հարված է հասցնելու մեր քաղաքականության եւ մթնոլորտի վրա։ Շատերը էլի ասին ոնց բան պետականացնել, ազգայնացնել է ճիշտ է եւ այլ եւ այլ։ Նորից բացատրեմ, եթե ինչ որ իմ ասածը լավ չպատկերացեցիք։ Համենայն դեպս գոնե տնտեսագիտական կրթություն ունեմ, չեմ ուզում շատ խորանամ, բայց որ ասում կարծում եմ, որ դա պետք է հասկանաք։ Առաջին, խլում ես ազգայնացման անվան տակ, թե ազգայնացնում ես, դրանք տարբեր բաներ են։ Աշխարհի շատ երկրներում ռազմավարական օբյեկտները մասնավոր չեն։ Բացի դրանից, աշխարհի շատ զարգացած երկրներում պարբերաբար լինում է, որ մի տնտեսություն ազգայնացնում են կամ նորից էլի մասնավորեցնում են։ Ինչ որ ժամանակի, ինչ որ խնդիրների պատճառով, դա մի արտառոց ոչինչ չի, բայց նստում են հետը պայմանավորվում են, փոխհատուցումը տալիս են, պարտավորությունը վերցնում են իրանց վրա։ Դա է ճանապարհը, կամ խլում են։ Ոնց որ ասենք եգիպտացիները կանգնեցին, ասին եգիպտական ջրանցքը եգիպտացիներին, խորհրդային միությունն էր նույն ասեց եւ Սուեզի ջրանցքը ասին խլում ենք, տալիս ենք եգիպտացիներին։ Այնպես հենց այնպես խլում ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը երբ որ ասեց ինձ քննադատեցին, ես բաշխի ցանցը վերցնում եմ, որովհետև ասեց դուք էլ ձեր բաշխի ցանցն եք կամ թքեմ ձեր վրա էլ բաշխի, չգիտեմ ինչ ոնց էր ասի, չեմ էլ հիշում, այդ դա է պատճառը, որ անում եմ, որ դա այնքան անտրամաբանական էր, ազգային ժողովում հարց տվինած, ոնց։ Ուրեմն եթե մարդը քեզ քննադատում է, բաշխի ցանցը վերցնում է, չէ, ասում եմ, մի ամիս է, այնտեղ օրենքի նախագիծ կա ազգայնացնելու։ Այս հո դրա այդ բառի համար չեն վերցրել։ Հետո ազգային ժողովում նայում են, որ նման օրենքի նախագիծ չկա։ Իսկ հիմա հարցը ինչին է վերաբերվում։ Օրենքի փոփոխության հետ կապված նախագիծ չկա քարտուղարությունում, այսինքն նշանակում է ոչ ԱԺԿ-ի, ոչ տնտեսական, մի խոսքով, ուղղակի չկա նման նախագիծ։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է ազգայնացնելու ճանապարհով գնա, դա բավական քաղաքակիրթ ճանապարհ է, բավական շատ նուրբ ճանապարհ է դա։ Այդ դեպքում օրենքը պետք է ընդունեն, օրենքը ընդունելուց հետո պետք է նստեն, փոխհատուցումը տան մասնավոր ընկերության, նրա պարտքերը վերցնեն իրանց վրա, քանի որ նրա աշխատանքից դժգոհ են, իրանք պետք է շատ մեծ ներդրում անեն, որպեսզի կարողանան աշխատացնել։ Դրա տակ մտնելու է Հայաստան պետությունը։ Ու դուք հասկանում եք, որ դա այսօր իրատեսական բան չի։ Եվ այդ պարագայում Հայաստան պետությունը, եթե այսօր վերցնի, վաղը մասնավորեցնի, կասեն Բաքու արածն ինչ էր, ուղղակի ուզում էր սեփականատիրոջը փոխես։ Չի կարողանալու դա անի։ Վերցնելու է ու ստիպված պետք է վերցնի ենթադրեք մի հատ կառավարիչ բերի, մի հատ օպերատոր բերի, ասի մի հատ դու կառավարի, մինչև տեսնենք ինչ է անում։ Բայց այդ նույն կառավարիչը, որ եկավ, մտավ այդ թվերը, տեսավ, որի տակ մտավ տնտեսության վիճակը եւ այդ պարտքերի մասը եւ փոխհատուցման գումարները, պետք է ասի հաջողություն։ Առավել եւս Ռուսաստանի որևէ բիզնեսմեն չի գա, պետք է ասի ինչին է պետք է նա Ռուսաստանի ձեռներ խլեցին, եվրոպական երկրները sense բաների տակ չեն մտնի, իրանց ինչին է պետք։ Հետո շատ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը կանգնի կասի ժողովուրդ ոչ մեկը չի ուզում, բա չենք ձախողվելու։ Այդ ժամանակ ստիպված պետք է հիշի, որ միայն քաղաքական որոշման ժամանակ է պետք գալու այդ բիզնեսը։
Ոնց որ ժամանակին Ռուսաստանին երբ որ օբյեկտներ էին տալի, տնտեսական օբյեկտները տալիս էին, որպեսզի նա ստանա քաղաքական լծակ։ Այսինքն քաղաքական լծակի համար էին այդ բիզնեսները վերցնում, որտեղ դրանով շատ հետաքրքիր կառավարման հարցեր էին լուծում Հայաստանի վրա ճնշում գործադրելու։ Հիմա եթե վաղը Նիկոլ Փաշինյանը ում էլ առաջարկի, նա պետք է ունենա քաղաքական շահ Հայաստանի վրա ճնշում գործադրելու, որի համար համաձայնվի այդ վիճակով գա, այդ պարտքերը վերցնի, այդ փոխհատուցման փողերը վերցնի եւ մեկ էլ ներդրում անի, որ դա զարգացնի։ Իսկ դա կարող է լինել կամ Ադրբեջանը կամ Թուրքիան։ Այնպես որ երբ որ այսօր մարդիկ կանխատեսում են, որ դա վերցնում է որ Թուրքիային, այսօր չի տալու։ Այսօր չի էլ կարալու վերցնի, օրենքը չկա։ Բայց այսօր երբ որ մարդիկ դա հասկանում են, պարզապես վերլուծելով հասկանում են, որ ելում կարող է դա հետաքրքրել, եթե ոչ Ադրբեջանին ու Թուրքիային, որոնք գումարի առաջ կանգ չեն առնի, որտեղ դա իրանց համար շատ լուրջ լծակ է։ Հիմա մարդիկ այս կանխատեսումն են անում, ժամանակը կանցնի կտեսնեք, ճիշտ են ասում, թե սխալ։ Շար չեն անում, եթե որևէ մեկն ասում որ գնալու է Թուրքիա, այնտեղ փաստաթուղթ ստորագրի նման բան չի նախատեսվում, իմ կարծիքով չի նախատեսվում, երկու օր կտեսնենք էլ ամսի 20 սարի հետևում չի։ Այո, այնտեղ չի նախատեսվում նաև Ալիևի հետ հանդիպում, որովհետև սեղանին թուղթ չկա, որ Ալիևի հետ ստորագրես, իմաստը որն է, որ հանդիպեն։ Էրդողանի հետ ստորագրելու բան չկա, որովհետև մենք չենք հասել այդ փուլին, որ Էրդողանի հետ թուղթ ստորագրես եւ սահմանները բացես կամ դիվանագիտական հարաբերություն հաստատես։ Էրդողանին որ Փաշինյանը ընդամենը պետք է գնա ցուցումները ստանա, թե իրան ոնց պետք է պահի։ Այսինքն որից հետո Ալիևի հետ այսօր խոսալուց հետո վաղը խոսալու է Փաշինյանի հետ, որոշ ժամանակ հետո Փաշինյանն ու Ալիևը նստեն ցուցումները ստացել է, նստեն իրար հետ հասկանան ինչ են անում։ Այսօր անգամ որակարգում խաղաղության պայմանագիր ստորագրելու թեմա էլ չկա, որ ասենք հիմա ինքը գնալու է Ալիևի հետ ստորագրի։ Այսինքն այդպես բաներ են տարածում, ունից չեմ ինչ որտեղ կարծում եմ որ նաև իշխանություններն էլ են տարածում, որ հետո իրանք հերք են։ Ասեն բա դուք ասում եք ստորագրումը, տեսակ որ չստորագրեց, որպեսի բուն հանդիպման նպատակը գնալ աչը համբուրելը, հանկարծ դուք չքննարկեք, թե դու ինչ գործ ունեիր, ինչի համար էիր գնում, ինչ հարց էիր լուծում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի բացատրությունն է, որը որ նաև տարածվում է նաև իր աջակիցների կողմից։ Ռուսաստանի կախվածությունը Հայաստանում կպակասի, եթե մեր անվտանգությունը երաշխավորի Թուրքիան եւ Ադրբեջանը։ Պատկերացնում եք, եւ այս մարդիկ հրապարակային մարդիկ են։ Մեր անվտանգությունը, եթե երաշխավորում է Թուրքիան ու Ադրբեջանը, այդ Ռուսաստանի կարիքը մենք չենք ունենա, Ռուսաստանից կազատվենք։ Ուրեմն առաջինը, որ մեր անվտանգությունը երբեք չի երաշխավորի ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, եւ երկրորդ, եթե նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվես, Ռուսաստանը այստեղից դուրս չի գալու։ Թուրքիան ինքնաձգտում Սիրիան վերցրեց 11 օրում, Ռուսաստանի ազդեցությունից ու Իրանի ազդեցությունից վերցրեց, բայց իր շահերից է բխում, եթե պետք է ասի Ռուսաստան դու բազատ թող մնա Սիրիայում, որովհետև մենք խնդիրներ ունենք Իսրայելի հետ կապված եւ տարածաշրջանի հետ կապված։ Այնպես չի, որ իրանք խնդրեմ են տեսնում Ռուսաստանի ընդեղի ներկայացվածության հետ։ Ռուսաստանը ընդեղ ներկայացված է իրանց հովանավորությամբ, նույնիսկ իրանց ձեռնտու է ոչ թե հակառակը։ Այսինքն մտներովը չանցնի, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը կասեն մենք քո անվտանգությունը երաշխավորում ենք, դա նշանակում է Ռուսաստանը ստեից դուրս չգա։ Ռուսաստանը ստեից դուրս չի գա, բայց նրանք երկուսն էլ կմտնեն։ Այս է։ Եվ դրա համար ուզում եմ, որ մենք պատկերացնենք, իսկ Փաշինյանի պատկերացածը որն է։ Պատերազմով վախացնենք, եթե պետք է Ալիևը մի քիչ կկրակի։ Հետո ասենք, ես ձեզ խաղաղություն եմ բերել, պատերազմ չի լինելու։ Մարդիկ էլ ասեն, որտեղից է երաշխիքը։ Ես եմ բերել այդ խաղաղությունը, վերջ ես եմ բերել։ Հետո եթե շատ երկար մարդիկ դրան չհավատան, Ալիև մի հատ էլ կրակի։ Կամ մի հատ էլ հոխորտա, ասա 300,000-ին բերելու եմ, ես եմ ալու, հետո ինքը դնի դրանով մանևր անի։ Այդ ամեն ինչը ժողովուրդ ջան, այնքան պարզ է, այնքան ակնհայտ է, որ դա նախընտրական շրջանի համար մարդիկ ուղղակի պիտի պատկերացնեն ինչա արվում։ Դրա համար ինքը ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցության կարիք առաջիկա ընտրությունների եւ անպայման պետք է մի հատ սարսափ ստեղծի, որպեսի մարդիկ կանգնեն, ոտի կանգնեն, հայրենակիցներով, ազգուտակով, մյուսով, փող դնեն, էս անեն, են անեն, ասեն դե հիմա դու կտեսնես, ինքն էլ ասի, տեսակ որ եկել էին ինձ տապալեն Ռուսաստանի պատվերով։ Հա,
տեսանք, նաև գիտենք, թե Ռուսաստանի նախագահը ինչպիսի վերաբերմունք ունի, այդ որ անհարգալից են Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որտեղ նրանք գիտեն, թե դու ինչ ես արել։ Երբ որ կանգնում էր ընդդեմ Ռուսաստանից ասում էին, որ այն ինչ եկել է այստեղ Պուտինին խոստացել է գնա քո ժողովրդին պատմի Մարիա Զախարովան, նա հենց այնց ակնարկ չէր անում, որտեղ նա ասում էր մենք հո գիտենք դու ով ես, այդ չհարգելը նաև գալիս է պատճառից, որտեղ իրանք գիտեն դու քեզ մեր պետությունը ինչ օրնես դրե, այդ հո իրանք գիտեն, լավ հրապարակային չեն ասում, բայց գոնե հրապարակային ակնարկում են, դա է պատճառը։ Բայց մեկ է ժողովուրդ ջան, եթե ձեզ նորից պետք է խաբեն, թե Պուտինը ցանկանում է Փաշինյանին փոխի, գնացեք Փաշինյանին պահեք, ինչ ասում։ Իսկ հիմա նաև այն խնդիրները, որ խոսում ենք Իրանի հետ կապված, որ ասում ենք աշխարհը խառն է, իհարկե Իրանի թեմաներին է կանրադառնանք, Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանն ասել է. Իրանից Հայաստան քաղաքացիների հոսք իսկապես կա, բայց իրավիճակն այնքան ծանր չէ, որքան ներկայացնում են։ Մենք պարբերաբար գնում ենք մաքսատուն, հետաքրքրվում ենք, չի ասի, թե շարժը շատ է, առաջին 2 օրերին քաղաքացիների հոսքն ավելի մեծ էր։ Հիմա նաև խնդիր է առաջանում։ Էս էլ ասենք, հոսք կա եւ Հայաստան, եւ Ադրբեջան։ Ադրբեջանցիները շատ լավ նկարում են, ցույց են տալիս, թե ոնց են մտնում Ադրբեջան, մեծ հոսքով։ Կարող այդքան էլ մեծ հոսք չի, բայց ցույց են տալիս։ Ինչու համար։ Իրանց պետքա ցույց տան, որ ժողովուրդ ջան, մեր կողմել են վազելով մտնում, ձեր կողմել են մտնում, լավ մեր կողմ ավելի շատ են մտնում։ Այսինքն սա սարքած բան չի, որ մեկին ասենք ձեր մոտ մտեք։ Ակնհայտորեն այդ հոսքը ցույց են տալի։ Հետո Ադրբեջանից Իսրայելին ասում են, ադրբեջանական բնակավայրին մի խփի, մեր խաթեր մի խփի, որտեղ այդ մարդիկ հիմա տներից տեղից կտրվում են, դալիս են լցվում են Ադրբեջան։ Իրականում դա էլ են իրանք տարածում, որ մենք դա էլ իմանանք, որ այսինքն ադրբեջանցիների բնակարաններին խփում են ու իրանք տունը թողում են ու լցվում են հարևան տարածք, որովհետև այն հյուսիսային Ատրպատականը հարևան է Նախճեվանին, Հայաստանին եւ այն տարածքներին, որը Ադրբեջանը պատերազմից հետո վերցրեց, այն անվտանգության գոտու մի մասը, որը որ կար։ Այսինքն այդ մասին հարևան է Ատրպատականը։ Հիմա այնպես է ստացվում, որ Ադրբեջանն ասում է, դե ես ինչ անեմ, լցվում են իմ մոտ։ Վաղն էլ կասեն, դե խփում են ախր բան ադրբեջանցիների բնակավայրերին, էթնիկ ադրբեջանցիների, իրանք էլ որն ամոդիկ մտնում են։ Էլ չեմ ասում, որ ասում են անգամ Թեհրանից փախնողներն էին գալիս, որ մտնեն։ Էլ չենք ասում նրա մասին, որ վաղը մյուս օրը եթե իրավիճակ փոխվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները խորքային ռումբեր օգտագործի, որի հետ կապված մենք չգիտենք, որ լաբորատորիային խորքային հարվածելու եւ դրա հետ կապված ինչ կլի։ Այս ամեն ինչը ժողովուրդ ջան, դա պետք է ուղղակի զգոնության համար, որ մարդիկ հավանական բոլոր զարգացումներին պատրաստ լինեն, ոչ թե խոճապի համար, որովհետեւ եթե պատրաստ չեղար ու այդ քայլը արեցին, բայց լավ ուշադրություն դարձնում եք, որ թշնամին լավ էլ պլանավորում է ինչ որ բան անել։ Այն թշնամին, որ ասենք մեկը մեկի թշնամին են Իրանի տարածքում կարող են գնալ տևական ժամանակ ռումբեր պատրաստեն եւ այլ եւ այլ։ Այսինքն այդ ով ասե, որ մեր հետ կապված իրանք պլաններ չունեն։ Եթե զգոնել ես, դա չեն անի, զգոն չլնես, լավ էլ կանեն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա, այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային ներկա գործընթացների վերաբերյալ։ Այս հրամացին էի ասում, վաղն Նիկոլ Փաշինյանը կգնա կհանդիպեն, ցուցումները կստանան, ամեն ինչ կանեն, որից հետո արդեն հետագա քայլերը կլինի։ Քաղաքականությունն էլ ասեցի որն է, որպեսի մեկից կախված չլնենք, մեկի ֆորպոստը չլնենք, ըլնենք բոլորից կախված, այդ իրանց բանաձևը որ կար։ Անկախության իրանց բանաձևը մեկից կախվածությունը փոխարինենք շատերից կախվածությամբ։ Ամենակարևորը ռեգիոնի խաղացողներով, որովհետև պետք է ռեգիոնում վիճակը իրանց հետ լավ լինելով մեր անվտանգությունը կերաշխավորի։ Հեքիաթ նախ ռեգիոնում տենում ենք ինչ ալնում եւ հետո ապավինել քո անվտանգությունը Թուրքիային ու Ադրբեջանին, դե ժողովուրդ ջան, լավ եք էլի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։ Քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության վերաբերյալ կողմերը հաստատել են, որ Ռուսաստանը եւ Չինաստանը հավատարիմ են նույնական մոտեցումներին եւ խստորեն դատապարտում են Իսրայելի գործողությունները, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Սի Ցզինպինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է օգնել հակամարտության դեէսկալացմանը։ Չինաստանի առաջնորդ
միջնորդն ասել է, որ այս տեսակի միջնորդությունը կարող է նպաստել ներկայիս կրիտիկական իրավիճակի լիցքաթափմանը, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը, որը պատմել է, թե ինչ են արել։ Ստեղ երկու դիտարկում ասեմ ձեզ։ Առաջինը, ընդամենը 2 օր առաջ նորից կրկնեց Դոնալդ Տրամպը, որ սխալ էր Ռուսաստանին հանել մեծ յոթնյակի, այսինքն արդեն 8-ը որ կար, դա սխալ էր եւ այլ, շատ ենք խոսել դրա մասին, բայց հարցը առաջանում։ Մեծ յոթնյակը որոշում կայացրեց, դատապարտեց Իրանին, սատարեց Իսրայելին։ Հիմա որ Պուտինը միանար, ինչ էր ելնելու։ Ում էր դատապարտելու։ Պուտինը դրած ամեն օր դատապարտում է Իսրայելին, սատարում է Իրանին։ Ինչ էր անելու այդ յոթնյակի հետ։ Սա ինչ եմ նորից հիշեցնում, որովհետև մյուս հարցը կար, չէ, լավանանք Ռուսաստանի հետ, մեկուսացնենք Չինաստանից։ Մեկուսացրել ենք Չինաստանից։ Հիմա Ռուսաստանն ու Չինաստանը չեն շփվում, ընդհանուր ծրագիր չեն իրականացնում։ Եվ մյուսը, Պուտինը կանգնում ասում է, որ ես կարող եմ միջնորդ դնել Իրան, Իսրայել հակամարտության, Տրամպը արդեն վրդոված ասում է գնա քո հարցերը լուծի, ինչ միջնորդ դնես, դու սկի քո հարցերը չես լուծում, եւ Սի Ցինպինն ասում է լավ կլինի, որ դու միջնորդ դնես։ Հո գիտե որ միջնորդ չի լինելու, բայց ինչի համար է ասում։ Այսինքն որ 3 հարցում էլ Տրամպին հակադրվի, որ իմացի այն ինչ որ ծրագիր ունենում ես Չինաստանին մեկուսացնելու, Ռուսաստանին փոկելու, դա չի լինելու, մյուսը որ Ռուսաստանին ասպես միջնորդ չես կարող լինես, էդ էլ չի լինելու եւ Ռուսաստանը քո հետ միասին ընդհանուր համախոհների թիմակից չի կարող լինել, որովհետեւ ինքը ինձ հետ է համախոհ։ Այս ուղղակի ինֆորմացիայի համար, որ պատկերացնենք ինչա կատարվում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռազմական առումով նախ Իրանը մեզնից օգնություն չի խնդրել, երկրորդ նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա, բայց ընդհանուր առմամբ մեր աջակցությունն Իրանին ակնհայտ է, ասել է Պեսկովը։ Իհարկե թե ինչքան է Ռուսաստանի աջակցությունը ակնհայտ, այդքան էլ ակնհայտ չի մեզ համար, գիտենք Ռուսաստանը ոնց է աջակցում, բայց հարցը դա չի։ Պաշտոնապես Ռուսաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ասում է, որ մեր աջակցությունը Իրանին ակնհայտ է։ Այն Ռուսաստանը, որին Տրամպն ասում է, մենք մոտենանք իրար հետ հարցեր լուծենք, առևտուր անենք, երբ որ ամեն օր Տրամպը մտածում է, թե պատերազմի մեջ մտնի Իրանի դեմ, թե այնուամենայնիվ դեռ մի քիչ է սպասի։ Եվ կանգնում է Պուտինը, ասում է, ես ակնհայտորեն աջակցում եմ Իրան։ Հրապարակային էլ ասում է, թաքուն չի ասում։ Դժվար է ասել, թե ինչով է վիճակի այսօր աջակցում, բայց դա դնենք մի կողմ, մարդը պաշտոնապես հայտարարություն է անում։ Հիմա ոնց է այդ մարդու հետ բարեկամանում, մի հատ էլ մտածում, որ լավ կլներ, որ ինքը հաղթի, այս Ուկրաինան էլ ինչի է դիմադրում։ Սրա մասին ենք ասում, հո ուրիշ հարց չկա։ Եվ ի վերջո մենք այսպես էլ մտածենք, որ այո, իսկապես լուրջ խնդիր է, Միացյալ Նահանգները այո չի կողմնորոշում, թե ի վերջո պատերազմի մեջ մտնի, թե չէ, որովհետև ոչ միայն դա հակասում է Դոնալդ Տրամպի առաջի պաշտոնավարման ժամանակ, որ ասում էր առաջի ժամկետում, որ ես պատերազմները դադարեցնող եմ, իմ օրոք պատերազմ չի եղել, չնայած դա այդքան էլ այդպես չի, բայց լավ, ի վերջո ասում էր, բայց հետո ամբողջ նախընտրական կամպանիան տանում էր դրա վրա, որ մենք պատերազմ չենք գնալու, մենք դե Ամերիկան հզորացնենք, մենք ինչ գործ ունենք ուրիշի պատերազմների հետ եւ այլն։ Այդ մասին շատ ենք խոսել, ու լավ գիտեք, որ ին վերաբերմունքը ասել եմ դրա մասին, որ դա հնարավոր չի, որ դա այդպես անել, ու շատ սխալ է այդ ծրագիրը։ Բայց հիմա ինչ անի։ Կանգնի ասի մտնում ենք պատերազմի մեջ, հարցազրկելու բան չի։ Ինչ ես մտնում։ Իրանը պետք է միջուկային զենք չունենա, ինչի պետք է Հնդկաստանը, Պակիստանն ունենա, Հյուսիսային Կորեան ունենա, Իրանը չունենա։ Որովհետև Իրանի միջուկային զենքը վտանգ է հենց Իսրայելի համար։ Այսինքն Իսրայելին փրկելու համար է դա անում։ Բայց Իսրայելին փրկելու այլ տարբերակներ կար, ոչ թե Իսրայելին ոգևորել եւ կապել Իրանի ջանին։ Դա էլ նենց չի որ պատերազմը սկսել անորեն խոսում։ Իմաստը ո՞րն էր այդ ոգևորելու։ Երբ որ Իսրայելի վարչապետի հետ կապված դες զարմացած են, որ կարար տենց ոգևորվեր Տրամպի հետ թևեր տալուց եւ ինքը ասել գազանել դատարկենք, Իրանին էլ հարվածենք։ Իմաստը։ Եվ հետո մարդիկ հարց են տալու, չէ՞։ Կոնկրետ օրը դուք որոշեցիք պատերազմ սկսեցիք։ Բան չէ եկես օրին։ Ամերիկան նոր պետք է նավ մոտեցնի, չգիտես ինչ անի։ Պատրաստում եք նրանց հրթիռները որսալ, բա ուր եք, բա ինչ է կատարվում։
Ու սա է հարցը, որ այսինքն այս ամեն ինչի հետ կապված նաև դնելու են Դոնալդ Տրամպին էլ այդ հարցերը տան, չէ, բայց հիմա ասենց կիսատ թողի խայտառակությունն է, ինչ էր արածը։ Շարունակի ոչ պակաս խայտառակությունն է։ Այնպես չի, որ լավագույն տարբերակը կա։ Մեր պարագայում ես ասել եմ, մեր իդեալական տարբերակը նա է, որ երկու կողմերից ոչ մեկը հաղթանակ չտանի։ Պարզ ասել եմ, դե թակուն բան չկա, ես պաշտոնյա չեմ, որ անհանգստանամ, թե մեր հարևանն ինչ կմտածի կամ մեր բարեկամ պետությունը։ Որովհետև եթե Իրանը հաղթանակ տանի Իսրայելի նկատմամբ, անենց է Իրան ուրիշ ձևի պահելու, որ պետք է ասի այս տարածաշրջանին թշնամիները չերևան։ Հայաստանին պետք է ասի, հա, ես երաշխավորում եմ քո անվտանգությունը, բայց Եվրոպայի հետ գործ չունես, Ամերիկայի հետ գործ չունես, դրանք իմ թշնամին են։ Իսկ դա մեզ ձեռնտու չի, որ մենք պատանդ մնանք Իրանի ձեռը, պարզ չի։ Այնույն ձևել, եթե հիմա արևմուտքը հաղթանակ տանի, Հայաստանի իշխանությունները կանգնել են, դատապարտել են Իսրայելին, ողջունել են, սատարում են Իրանին։ Իրանի դեսպանն է կանգնում Ամերիկայի հասցեին, մեր տարածքից ինչ ասեք ասում է։ Մենք այդեղ պրոբլեմ չենք ունենալու։ Մի դեպքում կարա մեզ համար նորմալ է, որակ իրեն շորձով պայմանավորվեն, համաձայնության գան, թե համաձայնության չգան, ոչ ոքի պայմանավորվեն, մի կողմ քաշվեն։ Քանի ոչ ոքի չեն պայմանավորվում, մենք պրոբլեմ ունենք։ Պատերազմը շարունակումը հետևանքներից պրոբլեմ ունենք, նաև գիտենք լոգիստիկ պրոբլեմներ, որ կարանք ունենանք, մեր բեռների մասին այսքանի օրը անընդհատ նշել եմ, ինչեր կարող են հավանական լինել, եւ բացի դրանից էլ անընդհատ կարող է մեզ համար պրոբլեմ լինի անկայունության։ Իսկ երկուսի հաղթանակի դեպքում նույնպես մենք հետևանքներից պրոբլեմ ենք ունենալու։ Բայց դա մեր ցանկությունը չեն հաշվի առնելու։ Ուղղակի ես մեր համար եմ ասում, թե մենք ինչ ենք ակնկալում։ Հիմա The Guardian-ը ինչ ա գրում. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պլանավորում են հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչը կարող է դիվանագիտական առաջընթաց լինել Իսրայելի կողմից 5-օրյա խմբակոծությունից հետո։ Սա արդեն 6-րդ օրն է, դե բանագրած։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Ժնևում ուրբաթ օրը, սակայն Թեհրանի կողմից վերջնական հաստատում դեռևս չկա, բայց որքան նկատեցի, Թեհրանը դեմ չի հանդիպմանը։ Արաղչին այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի 3 արտգործնախարարների հետ, սակայն մինչ օրս հրաժարվել է հանդիպել Դոնալդ Տրամպի մերձավոր արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, պնդելով, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հաստատվել են ԱՄՆ-ի կողմից։ Արաղչին ասել է, որ անհնար է հանդիպել Ուիթքոֆի հետ, քանի դեռ իրանցիները հարձակման են ենթարկվում։ Մինչև Ժնևի նախատեսված հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի լուծմանը նվիրված քննարկումների համար։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրամիության արտաքին գործերի ղեկավար Կայա Կալասը։ Ուրբաթ օրվա բանակցությունների էությունը, որոնք կհամակարգվեն ԱՄՆ-ի հետ, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է Իրանը պատրաստ կրճատել կամ փակել իր միջուկային ծրագիրը։ Հիմա այսինքն այս 3 երկրները, որոնք թեպետ դատապարտել են Իրանին եւ սատարել Իսրայելին, բայց այնուամենայնիվ ուղիներ են որոնում բանակցային ճանապարհով, որտեղ Իրանը բանակցային ճանապարհի հարցում Ամերիկայից հրաժարում Ամերիկայի հետ հանդիպել։ Հիմա կոմպրոմիս են մանգալի այս ձևով, ու դա ցույց է տալիս նաեւ մի հանգամանք, որ այնուամենայնիվ Տրամպը հույս ունի, որ բանակցային ճանապարհով հարցը լուծի, որտեղ ինքը հասկանում է պատերազմի մեջ ներքաշվելը, ենթադրենք հաղթանակ տարավ, դա ինչ հաղթանակ է ալնելու, վերանալու է 1.650.000 քառակուսի կիլոմետրանոց պետությունը, 90 միլիոն բնակչով, ինչ ալնելու։ Դրա համար այնուամենայնիվ ձեռնտու է, որ այսինքն գոնե այդ ճանապարհով գնան։ Հիմա տեսնենք, Արաղչին նաև ամսի 21-ին էլ լինելու է նաև Թուրքիայում եւ հանդիպելու է այնտեղ Հական Ֆիդանի հետ արտգործնախարարի։ Այսինքն այդ բանակցային ճանապարհները ուշադրություն են դարձնում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել, սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Կացի խոսքով Խամենեին մերօրյա Հիտլերի վերացումը Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է։ Խամենեի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը եւ իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը, ասել է Իսրայել Կացը։
Կացը հավելել է, որ Խամենին մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար։ Իսրայելի վարչապետն էլ է, Բենյամին Նեթանյահուն, չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի դեմ հարվածը։ Ոչ ոք անձեռնմխելի չէ, բոլոր տարբերակները հնարավոր են։ Հիմա սա ինչի համար եմ ասում։ Տեսեք ինչ է ասում Պաշտպանության նախարարը Իսրայել Կացը, որ պետք է Խամենեիին վերացնել, բայց նաև կարևորը, որ նա հեղինակություն ունի, մեծ գաղափարական ազդեցություն ունի։ Այստեղ էլ շատ զարմանալի է, որ Իսրայելի հետախուզությունը սխալվեց։ Ինչի եմ ասում սխալվեց, որովհետև իրանք կարծում են, որ բավական է դրսից հարվածեցիր, ներսում կան շատ ուժեր։ Բազմազան է այդ պետությունը, նրա կառուցվածքը, բացի այնտեղ մտածում են քրդերին ոտի հանենք, էթնիկ ադրբեջանցիներին ոտի հանենք, հետո մտածում են լավ կրոնապետությունից զզվացներին ոտի հանենք, աշխարհիկ պետություն ունենալու հետ կապված, խաղի մեջ մտցնենք Ռեզա Փահլավիին, այսինքն Շեհզադեին, Մոհամմեդ Ռեզա Փահլավիի տղային, որը Միացյալ Նահանգներում է, միշտ պատրաստ իրան պահել են, բայց ինքը ֆալս ստարտ տվեց, որ այդ ռմբակոծությունների ժամանակ արդարացրեց Իսրայելին եւ դատապարտեց իր երկրին։ Դրա մասին անդադ խոսել ենք, հիմա տեսեք, հիմա իրանք զարմացած են այս մեծ գաղափարախոսական ազդեցության վրա, բայց մոռանում են մի բան, այո, երկրի ներսում կարող շատ-շատերը զզված լինեն, բան չունեմ ասելու կրոնապետությունից, բայց երբ որ դու երկրին հարվածում ես ու ասում ես ոտի կանգնեք այդ պետության դեմ, այդ պետությունը դեռ ունի համակարգեր, այդ համակարգերը մի օրում չեն քանդվում։ Հիմա ի վերջո էսպես նայեք, մեկին ասում են, թղթի վրա գրում են, ասում են, դե լավ, հեսա որ մենք դրսից կհարվածենք, ներսում անկայունություն կլինի, դուք էլ ոտի կանգնեք, իշխանությունը վերցրեք, բայց ցանկացած ոտի կանգնող գիտի մի վայրկյանում երկրի պետական կառավարումը չի փլուզվում, հենց ինքը ոտի է կանգնում, ոտերը ջարդում են։ Հենց ինքը ոտի է կանգնում, կապում են հրթիռին, ուղարկում Իսրայել։ Ասում են դե իրանց մոտից եկել ես, իրանց մոտ էլ գնա, եթե իրանց ես ծառայելու։ Այսինքն մարդիկ, որոնք պաշտոն են ուզում, նրանք չեն ուզում պաշտոնի համար մեռնեն։ Այդ մի մոռացեք։ Այսինքն այն մարդիկ, որ ասում է Ամերիկան կամ Իսրայելը, դուք իշխանությունը վերցրեք, մենք ձեզ կճանաչենք, ասում են անգելի ջան, իշխանությունը մենք չենք կարող վերցնենք, մեզ մինչև վերցնելը կսպանեն։ Կարող է իշխանությունը երկրի ներսում փոխվի, բայց ոչ իշխանության կան նրանք, ովքեր սառնասրտորեն նստել էին, գրիչը վերցրել, թղթի վրա գրել էին։ Դու կխփես, նա ոտքի կկանգնի, նա էս կանի։ Ուղղակի ուզեմ ասեմ, այն ֆանատիզմը, որի հետ կապված փողոց կլցվեն, զոհեր կտան, իշխանություն կվերցնեն, հեղափոխական ուժերը, դրանց դեմ դուս ես գալի ոչ հեղափոխական տարբերակով։ Այսինքն հեղափոխությամբ իշխանության եկած ուժերին գցելու համար, եթե խելամտորեն ծրագիր ես անելու, որ նրանց գցես, շատ դժվար է գտնել ֆանատիկներ, որոնք պատրաստ են ռումբի վրա տրակել կամ չգիտես ինչ անել կամ մեռնել բարիկադների վրա։ Եթե նրանք բարեկեցության համար են կռիվ տալի աթոռի համար, չեն ուզում, որ դուք հետմահու սատարեք իրանց, էլի, հետմահու ճանաչեք իրանց իշխանությունը։ Դրա համար իրանք սխալ հաշվարկեցին, որ բավական է դրսից հարվածեցինք, ներսից պայթելու է երկիրը։ Ինչպես տեսնում եք, դա այդպես չի լինում։ Տեղական կառույցներ են, իրանք աշխատում են։ Այդ տեղական կառույցներում մեկը միտինգ արեց։ Այդ ոնց պետք է կազմակերպեն պատերազմական իրավիճակում, որ ամբողջ Իրանի տարածքով միաժամանակ բոլորը ոտի կանգնեն եւ նույն իշխանությունն ուզեն, այս տապալեն իրանք կան։ Այդպիսի աշխատանք տանելը հեշտ չի, պատերազմի ժամանակ առավել ևս դժվար է։ Իսկ այն որ պետք է խաղաղ ժամանակ դրա հետ կապված աշխատանք տարվեր, բարենպաստ միջավայր չկար երկրի ներսում, որ այդ ուժերը կարող էին իշխանության գալ։ Իսկ այսօր հիմա եթե Իրանի ներողություն Իսրայելի հատուկ ծառայություններն են խոստովանում, որ ազդեցությունը Այաթոլլա մեծ է, որտեղ ժամանակին ասում են Իմամ Խամենեիի ազդեցությունը շատ մեծ է, բայց Այաթոլլա Ալի Խամենեին այդքան չի, դրա համար սահմանադրությամբ նախատեսենք հոգևոր առաջնորդի պաշտոն, որ իմանա ի պաշտոնե է ինքը ղեկավարում, մենակ հեղինակությամբ չի, որտեղ իր հեղինակությունը բավարար չի, բայց ինչպես տեսնում եք, այսօր սահմանադրությամբ գրածով չի, որ մարդիկ ուղղակի դուրս չեն գալիս իրանց իշխանության դեմ, նույնիսկ եթե չեն ընդունում, նույնիսկ եթե քննադատում են, նույնիսկ եթե դժգոհ է, որտեղ պատերազմը իր երկրին խփում է։ Բացի այդ էլ ով որ դուրս է գալիս պատերազմական օրենքներով հարցերը լուծում են։ Այսինքն դա էլ սխալ հաշվեցին, էլի, այդ հարցում երևի իրանք էլ են խորհրդակցել Ռուսաստանի հետ, որ ասին բավական է մտնենք Ուկրաինա, հանկարծակի որ հարվածենք, հանկարծակի խուճապի մեջ հայտնվեն, աղոհացով մեզ կդիմավորեն, այն իշխանություններն էլ կփախնեն, առավոտի ծիրիկու մտածում են, թե ուր է փախնելու բանի իշխանությունները։
Իրանի իշխանությունները, բայց ինչպես տեսնում եք, իրանք մի բանի վրա էլ զարմացան, գեներալներին վերացնում են, հաջորդ մի քանի րոպե հետո մի ուրիշ գեներալ են նշանակում, նրան էլ են վերացնում, մի ուրիշին են նշանակում, բայց դրանից համակարգը չի փլուզվում։ Այ իրանք դրա վրա էլ հույս ունեն, չէ՞ որ խոճապի մեջ կընկնեն, կառավարողներ չեն ունենա, այս չեն անի։ Պատերազմական իրավիճակում կգտնեն մարդիկ, ովքեր կկառավարեն մի բան ճիշտ, մի բան սխալ։ Իհարկե, այն պարագա, այս պատերազմը ինչքան ձգձգվի մեզ ձեռնտու չի, բայց որ ասում եմ երկու կողմն խապված են սրա վրա, ակնհայտորեն դա է, բայց մեր պարագայում, երբ որ այս ամեն ինչը տեսնում ենք, հաստատ ոչ մի պարագայում մենք պետք է կոնֆլիկտի կողմ չլնեինք ու չլնենք, որովհետև դա որևէ ձևով մեզ համար, նույնիսկ նորից եմ ասում, եթե Իրանը անգամ հաղթանակ տանի, նույնիսկ այդ պարագայում էլի մեզ համար դա ընդունելի չի, որտեղ դա մեր խաղը չի։ Մենք այն ինչ որ պայմանավորվում ենք, մենք մտածում ենք արևմտյան գործընկերների հետ ինչ որ բան պայմանավորվենք։ Ոչ թե մտածենք ռեգիոնալ քաղաքականության ժամանակ, եթե մենք կտրվեցինք արևմուտքից, որտեղ արևմուտքը դառնում է թշնամի Իրանի հետ։ Մենք եթե արևմուտքից կտրվեցինք, ժողովուրդ ջան, այսինքն դառնալու ենք Իրանի պատանդը։ Իսկ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը մտե ձեռի հետ Ռուսաստանի չփոկված Թուրքիայի Ադրբեջանի պատանդն է ուզում դառնա։ Մի հատ էլ վաղը դառնա Իրանի պատանդը։ Ժողովուրդ ջան, սա պետությունն է, թե էսին ինչ է։ Սա է հարցը, որ այս ամեն ինչը չի կարող մեզ չմտահոգել եւ ուշադրություն չդարձնենք այդ ամեն ինչին եւ մատներս չպահենք աշխարհակաղակական իրադարձությունների զարկերակին։ Առավելևս որ տեսնում եք, մի քանի օր ազգային անվտանգության ծառայության պետ Հայաստանը ճունի, մի հատ պաշտոնակատար են դրել, երկիրը տես վիճակում պետ չեն գտնում որ դնի, որովհետեւ այդ պետը պետք է առաջինը ասեն, պատրաստ ես կռանաս, ասեն այո, պատրաստ ես հանձնարարությունները կատարես, ասեն այո։ Անդադ պետք է այդ մարդուն կռաստեն կոշիկները լիզի, որ նոր որոշեն նրա հրամանը տան։ Էսա։ Բայց այս երկիրը այս վիճակում քո հարևանների հետ այս վիճակում նույնիսկ մի ժամ չի կարելի այդ պաշտոնը թափուր թողել կամ պաշտոնակատարի վրա թողել։ Ինչպես տեսնում եք, պատերազմող զոհված գեներալների տեղը շատ արագ մարդիկ են դնում։ Դե ինչ։ Դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։